Ձեր ներկայացումը շատ ընդհանրական բնույթի էր, այսինքն կարճ ասած այդպես մի նոր բան չկար, էլի, որ նկատի առնենք կոնկրետ ինչ-որ լուծում, որ դուք նախաձեռնելու եք, դրա համար իմ հարցն էլ գամ ընդհանրական բնույթից, տեսեք, ձեր ընկալմամբ քաղաքական կոռուպցիան որն է եւ որոնք են այն ռիսկերը, որոնք որ բնութագրում են քաղաքական կոռուպցիան եւ եթե այս ամբողջի մեջ այդ քաղաքական կոռուպցիայի սահմանման ձեր ընկալման մեջ եւ այդ ռիսկերի արձանագրման մեջ արդյոք դուք հիմա Հայաստանի Հանրապետությունում նման երևույթներ նկատում եք կամ գնահատում եք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ավետիսյան, ռիսկեր կոռուպցիոն ռիսկեր ամենուր են, ամեն տեղ են, իսկ եթե ինչ-որ կոնկրետ հարցի վերաբերող հարց, ձեր հարցը ինչ-որ կոնկրետ հարցին կամ ինչ-որ կոնկրետ բանի է վերաբերում, ուրեմն եթե չլինի կոռուպցիա, եթե արմատախիլ արված կոռուպցիա, հավանաբար չեն պայքարի դրա դեմ եւ այլ գործունեություն կծավալեն։ Արձագանք։ Չէ, ես հարցս այդքան էլ շատ ընդհանրական չէր, կոնկրետ էր քաղաքական կոռուպցիան ինքը կոռուպցիոն դրսևորումներից է եւ ես կարծում եմ, որ կարևորագույններից է առանցքային, օրինակ արդյոք քաղաքական կոռուպցիայի դրսևորում ձեր ընկալմամբ, ոչ թե ընդհանուր առմամբ, այլ բուն քաղաքական կոռուպցիայի կոնկրետ դուք դրսևորումներ հիմա այս պահին զարգացման այս փուլում դուք նկատում եք թե ոչ, կա թե չկա, հաղթահարված է քաղաքական կոռուպցիան Հայաստանում եւ եթե հաղթահարված չի, ապա օրինակ 1-2 օրինակով կարող եք բերել երևույթներ, որոնք ձեր ընկալմամբ քաղաքական կոռուպցիայի ռիսկ են ներառում եւ կարող են սահմանվել որպես քաղաքական կոռուպցիա։ Սա կարևոր է, կարծում եմ, այն պաշտոնի հավակնության իմաստով, որին դուք եք ձգտում եւ ձեզ առաջարկել են եւ աներկբա է, որ կոռուպցիոն երևույթներից ընդգծված դրսևորումներից մեկը հենց քաղաքական կոռուպցիան է, որը իմ ընկալմամբ եւ իմ կարծիքով կա եւ զարգանում է Հայաստանում։ Պարոն Ավետիսյան, կոնկրետ այս բանին ձեր հարցի շուրջ ես չունեմ ինչ-որ նման օրինակ հնարավոր է աշխատանքի ընթացքում, ժամանակի ընթացքում ընտրվելու ժամանակ ավելի խոր ուսումնասիրեմ եւ պայքարեմ կամ առաջարկեմ դրա դեմ պայքարի։